Վերաձևակերպեք, որովհետև ավելի շուտ կամ ես ըստեյցան հարցը նրա մասին է, արդյոք հայքեն այս ընտրություններին մասնակցելուց չի փոշիացնի ընտրողների ձայները։ Անկեղծ ես ասեմ, մենք եւս այն դիրքորոշում ունենք, որ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ որ մեր քաղաքացիների 20%-ի ձայները ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով եւ բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով ըստ էության ոչ միայն փոշիացվեցին, այլ դրանց 2/3-ը անցավ գործող վարչախմբին, որը հնարավորություն տվեց գործող վարչախմբին փաստացի ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ անցած 5 տարիների ընթացքում բացարձակ իշխանազավթում իրականացնել, ըստ չի կարելի թույլ տալ դրա կրկնությունը։ Այդ իմաստով մենք իրատեսական գնահատելով այն իրողությունները, որոնք մենք մտնում ենք քաղաքական դաշտ, կարծում ենք, որ մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ եւ այո միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում եւ որպեսզի կարողանանք պարտության մատնենք այս վարչախումբը։ Ի վերջո, ինչպես ես նշեցի իմ ներածական ելույթում, այս ամենի մեջ մտնելու մեր նպատակը դրանում է, որպեսզի մենք կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնենք, իսկ իշխանափոխությունը ոչ միայն այս վարչախմբի գնալն է, այլ որպեսզի նրա փոխարեն գա այնպիսի ուժ, որը կարողանում է երկիրը տանել կայուն զարգացման եւ անվտանգ ճանապարհով։ Ուստի ձեր պատասխանը այո, մենք գնալու ենք միասնական մեր ջանքերը այլ գաղափարակից ուժերի հետ համադրելու ճանապարհով։ Ներողություն եկեք հերթով հարցերը։ Տեսեք, ես իրավունք չունեմ փակագծերը բացել այսօր մի պարզ պատճառով, որովհետեւ փակագծերը մենք կբացենք միայն այն ժամանակ, երբ որ ձեր առջև այստեղ բոլոր ուժերով միասին կանգնած կլինենք։ Ես եթե փորձեմ իմ գործընկերների փոխարեն պատասխանել, դա մեր բանակցային էթիկայի խախտում կլինի։ Ուստի խնդրում եմ զինվեք մի քիչ համբերությամբ, շատ չի մնացել սպասել։ Ես խնդրում եմ նախ հարցը տալուց առաջ ձեռքը բարձրացնել, խնդրեմ։ Մենք կարծում ենք այս ընտրությունների իշխանությունների գործող վարչախմբի լեզուն կարճացնելու են եւ ոչ միայն լեզուն, եւ դրա հիմնական ճանապարհը հետեւյալն է։ Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին իրական այլընտրանք տանք։ Ես արդեն դրա մասին ասացի։ Այնպես որ մեր ժողովրդի ընտրությունը չլինի այս վարչախմբի եւ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի միջև, ինչպես դա եղել է 21 թվականին, երբ որ մեր ժողովուրդը ի վերջո ընտրությունը կատարեց այս վարչախմբի օգտին մոլորությամբ, որովհետեւ այս վարչախումբը մոլորության մեջ մտցրեց մեր ժողովրդին։ Խոստացավ Արցախի ազատագրում, անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա եւ արեց ուղիղ հակառակը։ Հիմա մենք նախ չպետք է թույլ տանք, որ այս վարչախումբը շարունակի ստերով կերակրել մեր ժողովրդին, իսկ ստերի շարանը շարունակվում է, եւ երկրորդը պետք է իրական այլընտրանք ներկայացնենք։ Իրանք են պատերազմի ուժը, մենք ըստ էության այս վարչախմբի օրոք երբևիցե պատերազմական վիճակից դուրս չենք գալու, որովհետև թույլի հետ անընդհատ լինելու է պատերազմական վիճակ, այս վարչախումբը այս ընթացքում ցույց է տվել, որ ինքը ընդունակ չէ երկիրը պաշտպանելու։ Շարունակաբար տեղի են ունենում ագրեսիվ գործողություններ մեր երկրի նկատմամբ, եթե Ալիևը հիմա էլ է սպառնում մեզ ագրեսիվ գործողություններով տարածել մի քանի օր առաջ հայտարարել է, որ Արցախի ղեկավարները նացիստներից վատն են, իսկ դա հերրու գնացող հայտարարություն է, որը իր համար ճանապարհ է բացում հերթական ագրեսիայի համար, եւ իդեպ նկատեք, որ այս վարչախումբը որևէ կերպ չի պատասխանել այդ խայտարակ հայտարարությանը, ըստ էության մեզ եւս մեկ անգամ խոցելի դարձնելու։ Այս վարչախումբը պատերազմի հիմնական կուսակցությունն է։ Իր գալու պահից մենք անընդհատ պատերազմի մեջ ենք։ Երբ որ իրանք խոսում են, որ իրանք խաղաղությունն են, ուրիշները պատերազմը, դա պարզապես իրականությամբ բացարձակ նենգախփոխում է։ Իրանց օրոք մենք պատերազմից դուրս չենք գալու։ Խնդրեմ։
Հարցերը հերթով տվեք, որ հնարավոր լինի պատասխանել, որովհետև թեև ես կարող եմ իրականում ձեր վերջի հարցին պատասխանեմ, բայց նայեք, նախ սկսենք ընդդիմադիր ուժերի համագործակցությունից։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը առաջինը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ։ Դա բացարձակ հրամայական է, չի կարելի ընտրությունների գնալ, ինչպես դա եղել է 21 թվականին 25 տարբեր կուսակցությամբ։ Ով որ գնում է փոքր այդպիսի ուժերով, նայո, ի սկզբանե գնում է ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ ընտրություններում ինչ-որ մի անհասկանալի դերակատարում ստանձնելու, մեզանից երբեք այդպիսի բան չսպասեք։ Եթե մենք համոզված չլինենք, որ մենք ընտրություններում հաղթելու ենք, ավելի լավ է մենք ընտրություններից դուրս գանք, մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որպեսզի այս վարչակարգը կարողանա նորից վերարտադրվի մեր ձայների հաշվին։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին, իրանց քաղաքական ուժերին, ես կարծում եմ, որ համագործակցությունը կոնկրետ այդ երկու ուժերի հետ պետք է տեղ ունենա արդեն ընտրություններից հետո։ Երբ որ մենք հասկանանք մեր ժողովուրդը, մեր ընտրողը, որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ Դա շատ կարևոր է, որովհետև երբ որ դուք տեսնում եք, որ ուժ ինչպիսի մանդատ է ստացել, գերակշիռ, թե փոքր, ավելի մեծ, կարող է միայնակ կառավարություն կազմել, թե կոալիցիայով, ապա այդ ժամանակ է գալիս իրական համագործակցության պահը, երբ որ դու հասկանում ես ինչպիսի ընդհանուր քաղաքական կուրսի շուրջ դու կարող ես համաձայնվել, որովհետև շատ պարզ է պատկերացումը, եթե մի ուժ ստացել է ենթադրենք 20% ձայն, մյուսը 5% ձայն, գերակշիռ է այն ուժի կարծիքը եւ մոտեցումը, որը 20% ձայն է ստացել, համաձայնեք, իսկ դա մենք կարող ենք բարձր միայն ընտրություններից հետո։ Ուստի ձեր հարցի պատասխանը մենք ստանանք ընտրություններից հետո, բայց որևէ կասկած չպետք է լինի, որ այն ուժերը, որոնք իրապես ընդդիմադիր են, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան այս վարչախմբի վերարտադրությունը ազգային ժողովում։ Եվ օրինակ մասնապես երկրորդ տուրի ընտրությունների գնալու միջոցով, որի հնարավորությունը գիտեք սահմանադրությունը տալիս է։ Եկեք ձեր հարցը։ Տեսեք, սկսեմ վերջից, հետո գամ սկզբին, Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժի մասին կարծիքը պետք է ձևավորվի առաջին հերթին իր եւ իր անդամների արկա հետագծով։ Դա ոչ թե մենք պետք է գանք փորձենք խոսքով ապացուցել, այլև դուք եւ մեր քաղաքացիները պետք է նայեն ինչ ենք մենք արել որպես ուժ, որտեղ մենք հիմա նոր ենք դառնում քաղաքական ուժ, բայց ինչ ենք մենք արել որպես քաղաքացիական ուժ, որն է մեր հետագիծը, որն է եղել մեր դիրքորոշումը տարբեր բարդ իրավիճակներում, ինչպես ենք մենք մեզ դրսևորել, դա առաջին մասն է։ Եվ երկրորդը, ինչպես են իրենց դրսևորել մեր անդամները, այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են ձեր առջև, այն մարդիկ, որոնք այսօր շատերը նստած են դահլիճում մեր թիմի անդամներն են, այդ մարդիկ ինչպիսի հետագիծ ունեն, ինչպիսի կեցագրություն ունեն, ինչպիսի հաջողության պատմություն ունեն, ինչպիսի անձնական նկարագիր ունեն եւ այլն։ Մենք իդեպ լավ միտք եք տալի, մենք սկսենք հրապարակել մեր կենսագրությունները, որովհետեւ մարդիկ հասկանան ի վերջո ում հետ իրան գործ ունեն եւ համեմատություն անեն։ Տարբերություն կա այն մարդկանց, որոնք 20, 25, 30 երբեմն տարվա պրոֆեսիոնալ հաջողության պատմություն ունեն եւ այն մարդկանց միջեւ, որոնց առաջի աշխատանքային փորձը եղել է փոխնախարարը։ Եվ ինչեւ է իրանք եղել են ինչ-որ միտեղ ուսանող, ասենք թե հսկայական է տարբերությունը։ Ես կարծում եմ մեկ այդ տարբերությունը հստակ կդրսևորենք։ Հիմա այն ինչ վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը մի քիչ ավելի մանրամասն։ Տեսեք, մենք մշտապես ունեցել ենք մի քանի կարևոր գործընկերներ։ Դա եղել է Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Վերջի տարիների ընթացքում Ասիայում տեղի ունեցող բուռն զարգացումների շնորհիվ նաև մեր տարածաշրջանում իրեն շարին են սկսել դրսևորել Չինաստանը եւ Հնդկաստանը։ Ուստի մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որովհետեւ մենք բոլոր այդ 5 ազդեցության կենտրոնների, ինչպես նաև ռեգիոնալ ուժերի, ինչպեսին է հետևենք օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, նույնիսկ Թուրքիան կարելի ասել, իրանց հետ կառուցենք մեր հարաբերությունները, ինչպես արդեն նշեցի, շահերի համադրման ճանապարհով։ Հիմա դեպքեր կան, երբ որ շահերի համադրումը հեշտ չի, որովհետև ուժային կենտրոնները իրար հետ հակամարտության մեջ են։ Օրինակ բավական սուր հակասություններ կան ակնհայտորեն Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև։
կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև, կամ Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Դա մեր համար հավելյալ բարդություն է ստեղծում։ Բայց նաեւ կա այնպիսի փորձ տարբեր երկրների եւ որոնցից մեջ ամենաուսանելին թերևս մեր հարևան ողերի հարևան Թուրքիայի փորձն է, որը կարողանում է ուժային կենտրոնների հետ արդյունավետ աշխատել մշտապես իր տեսադաշտում ունենալով սեփական շահեր։ Թուրքիան դա կարողանում է, որովհետեւ ինքը ուժի կենտրոնն է, որովհետեւ ինքը հասկանում է, որտեղ կարող է պրոյեկտել իր ուժը եւ որտեղ կարող է իր ուժը արդյունավետ կերպով մեղմ ասած մատուցել ուրիշ ուժային կենտրոնների եւ արդյունավետ գործարքներ կնքել։ Մենք պետք է կարողանանք գիտակցենք այդ ռազմավարական մոտեցումը, գնանք այդ ճանապարհով։ Երբևիցե այլևս Հայաստանի Հանրապետությունը չպետք է դառնա մեկ ուժային կենտրոնի կցորդը։ Մենք հասկացանք, որ պատմությունը ցույց է տալիս, որ դա մեր շահերի դեմ է, որովհետեւ եթե մենք ինչ-որ մեկի կցորդն ենք, այդ ինչ-որ մեկը ինչ-որ պահի իր խորքային շահերի ձեռներով կարող է մեր շահերը զոհաբերի։ Ուստի մենք պետք է կարողանանք կառուցել շահերի ավելի բազմաբևեռ համակարգ։ Դա է մեր մոտեցումը։ Ձեր հարցը։ Տեսեք, ընտրություններից հետո բացի գործող վարչակարգից եւ իր հնարավոր սատելիտներից հուսում եմ դրանցից ոչ մեկ ազգային ժողով չեն հայտնվի։ Մնացած ուժերի հետ մեր համագործակցության դաշտը բաց է ընտրություններից հետո։ Երբ որ պարզ կլինի մեզանից ով ինչ մանդատ կստանա ազգային ժողովում։ Տեսեք, նախ չեմ կարծում, որ մեր իշխանության գալը պետք է վերագրել որևէ հրաշքի։ Ընդհակառակը հրաշք կլինի, եթե վարչախումբը վերարտադրվի, հուսով դուք դրանում կհամոզվեք։ Երկրորդը, զրոյական կետից ոչ ոք չի կարող սկսել, որովհետև զրոյական կետից սկսելը որպես կանոն աղետի լավագույն դեղատոմսն է, ինչպես արեց այս վարչախումբը։ Եկավ զրոյական կետից սկսեց եւ մեր ժողովրդի գլխին աղետ բերեց։ Մենք ոչ մի հարցում զրոյական կետից չենք սկսելու։ Մենք սկսելու ենք այն կետից, որը կժառանգենք։ Բայց մենք ուրիշ ուղղությամբ կտանենք։ Ուրիշ ուղղությամբ տանելու համար պետք է անել այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք։ Այսինքն ոչ թե օրինակ կրճատել ռազմական բյուջեն կամ սեփական PR-ի համար ցույց տալ կառուցած ամրաշինությունները ներսից։ Հա? Այլ պետք է ռազմական բյուջեն հասցնել մեր հնայի 7%-ին, ինչպես ասացին Գևորգ Աղետին Քերոբյանը, եւ շարունակաբար ուժեղացնել մեր տարածքային պաշտպանությունը։ Դուք հասկանում եք, երբ որ մենք ավելի պաշտպանված կզգանք մեզ, մենք կարող ենք նույն տրիպի հարցում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ Տրիպը իմիջիալից շատ հարցերի պատասխաններ չի տվել։ Օրինակ տրիպի ոչ մի փաստաթղթում գրված չի, թե ադրբեջանական տրանսպորտը, որը անցնելու է այդ ճանապարհով, ինչ կարգի մաքսային վերահսկողության է ենթարկվելու։ Դրած չի ոչ միտեղ։ Կա Ալիևի ցանկությունները։ Բայց ինչքան ավելի ուժեղ եք, այնքան ավելի շատ այդ ցանկությունները կարող եք սանձել։ Կամ ինչքան ավելի ուժեղ լինեք, այնքան ավելի շատ կարող եք պահանջել դրա դիմաց։ Ասեք, գիտեք ինչ, հարգելիս, դու եթե անցնում ես ենթադրենք մեր տարածքով, ապա մենք էլ պետք է հնարավորություն ունենանք ձեր տարածքով անցնել Իրան։ Կամ Ալիևի մյուս գործընկերոջը ասել մենք էլ ձեր տարածքով պետք է կարողանանք դուրս գալ Սևծովի նավահանգստեր։ Դա գալիս է մեր ուժից։ Տրիպը ըստ էության այնպես է գրած, որ ինքը հնարավոր բազմաթիվ ուղղություններով կարող է զարգանալ։ Ինչպես մեր օգտին, այնպես էլ ծայրահեղ մեստեղ։ Դա մեզանից է կախված, վերցնում ես այն կետից, որում հիմա կա, ու փորձում ես տանել այն ուղղությամբ, որը մեր համար շահավետ է։ Լավ, հարցեր։